Շնորհակալ եմ, պարոն Ալեքսյան, նաև սերժական բանդայի դեմքը ցուցադրելու համար։ Համեցեք, պարոն Վարդանյան։ Տին Գալստյան, ինչ լավ է, որ այստեղ եք, ձեր համար եմ մնացել, գիտեք, չէ՞, որովհետև առավոտվանից կրկին մանիպուլյացիաներ կապված ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման հետ կապված։ Ուրեմն, ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգումը վերջին 20 տարիների ընթացքում առաջինը չի։ Եթե ուշադրություն դարձնեք, հուշասյան ամբողջ արտաքին շերտի քարերը 2014-15 թվականին փոփոխվել են։ Այն նույն տրամաբանությամբ, որով հիմա վերանորոգվում է հուշահամալիրը։ Մի վարքան էլ ես ավարտեմ։ Հիմա նախագիծը իրականացվում է հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանի կողմից պատրաստված, Սաշուր Քալաշյանն է եւ հայ նախագիծը որպես հաստատություն, որը ի սկզբանե եւ կառուցել է հուշահամալիրը եւ պատասխանատու է վերանորոգման համար, իրականացնում է այդ աշխատանքները։ Հուշահամալիրը, բացի նրանից, որ մեզ համար կարևոր, կրկնում եմ, կարևոր էմոցիոնալ զգայական կոթող է, նաեւ ինժեներական կառույց է, որը պարբերաբար վերանորոգման կարիք ունի։ Եվ այդ վերանորոգման կարիքը նոր տեխնոլոգիաների հիման վրա շատ կարևոր է։ Մենք մեղադրում ենք ըստ էության, հիմա մենք չէ, դուք մեղադրում եք հուշահամալիրի հեղինակին կամ համահեղինակին նրա մեջ, որ ինքը վերանորոգում է իր իսկ կողմից, իր իսկ նախագծով պատրաստված հուշահամալիր։ Ինչ է տեղի ունենում, բացի էմոցիոնալ դաշտ տեղափոխելուց խնդիրը, բացի նրանից, որ դուք փորձում եք ներկայացնել վերանորոգումը, ընդ որում եթե ուշադրություն դարձնեք, վերջի շրջանում հսկայական քանակությամբ վերանորոգումներ են եղել։ Այդ թվում օրինակ Միջնադարյան, ուշ եւ վաղ Միջնադարյան եկեղեցիների ոչ բոլոր դեպքերում կներեք էլի, պահպանելով այն ստանդարտները եւ այն մոտեցումները, որոնք անհրաժեշտ են վերանորոգման համար։ Հիմա հարցը հանգում է հետեւյալին. հուշահամալիրը վերանորոգվում է, սա առաջի դեպքը չէ, բայց հուշահամալիրը վերանորոգվում է։ Հարության համար ավելի հստակ տեղեկություն փոխանցելու համար պետք է ասել հետեւյալը. վերանորոգվում է, որովհետեւ անձրևաջրերի եւ եղանակային տատանումների պատճառով այդ արտաքին շերտը քարերի կարող է վնասվել եւ դրանք պարզապես պետք է վերանորոգել, վերականգնել հուշահամալիրի այն տեսքը, որը գոյություն ունեցել այն ժամանակ, երբ որ վերջինս կառուցվել է։ Ինչ վերաբերում է ձեր կողմից մատնանշված 100-ից ավել ճարտարապետների նամակին, մի հատ հարց եմ ուզում վերջներից տամ, էլի։ Ես Երևանում ես վերջ 30 տարվա մեջ այդքան բան քանդվեց, վերացավ, ոչնչացված, մշակութային շերտեր վերացավ, քանի ճարտարապետ եւ քանի բան դատապարտեց։ Եվս մեկ անգամ, վերահաստատում եմ, որ խոսքը գնում է ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման մասին առանց որևիցե արտաքին փոփոխության։ Չգիտեմ ինչի համար եք դուք բարձրացել այս էմոցիոնալ, չգիտեմ, աղմուկը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։